Ազգային ժողովի հարգելի փոխոստնակ, հարգելի գործընկերներ, մեր գործընկերը նշեց, թե ինչ աշխատանքային փուլերով անցել այս օրինագիծը եւ ըստ էության մենք այսօր ունենք առաջին ընթերցում, բայց դա արդյունք է այն նախագծերի, որ կառավարությունը իր ռազմավարական ծրագրերի մինչև 2050 թվականին խնդրի լուծման առաջադրանք էր ձևակերպել, որն է նախագծերը մշակվել են ի կատարում են կառավարության 26/12/2019 թվականի մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների եւ 2023-2025 թվականների գործողությունների ծրագրերը հաստատելու մասին։ Այս սրանք կարևոր որոշումներ են, որ այսօր ամբողջացվում է կոնկրետ միասնական օրենքի շրջանակներում, իսկ միասնական օրենքը իրական դարձավ, երբ որ մենք անցանք այն ճանապարհը, որ չլուծված խնդիրները պահանջում են լուծումներ։ Տիկին Գայլյան, մենք նաև երբ որ քննարկում էինք, ես նկատեցի, որ միայն ռազմական գործողությունների մասին է հիշատակումը, բայց կան նաև անվտանգային այլ գործողություններ, որը հիշատակված չի, եւ դրա մասնակիցները նույնպես պետքա շահառու լինեն այս կարգավորումների։ Չնայած շատ լավ որ ազգային անվտանգության ծառայությունն է իրականացնելու միասնական ռեեստրի հետ կապված խնդիրները, որովհետև օպերատիվ նշանակության անվտանգային խնդիրների լուծման ճանապարհին էլի կան անհետ կորածներ, որոնք պետք է դառնան սրա շահառու։ Եթե անհրաժեշտություն կգտնեք, դա էլ ինչ որ ձև ներառենք այս կարգավորումների մեջ, եթե գտնում եք, որ առանց դրա հիշատակման օրենք է տալիս այդ հնարավորությունը, դա արդեն կհաստատենք առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ։ Պարոն Հակոբյան, ես հասկանում եմ, սրանք շատ կարևոր օրենքներ են, որոնք վերաբերում են մեր կարևոր խնդիրներին։ Դա ինչ որ է։ Տիկին Գալյան, այս հարցը եթե կարող ենք հիմա, եթե չէ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ անդրադառնանք այս խնդիրներին, հարգելի գործընկերներ։ Իրականում սա ունենալու պարագայում մենք կիմանանք, թե չլուծված այս խնդիրները ոնց են լուծում իրավական տեսանկյունից։ Ուստի հանձնաժողովը, քանի որ ձայնը քվեարկել այս օրենսդրական նախաձեռնությանը կառավարության միաձայն նաև ընդդիմությունը ուստի կոչ եմ անում Տիկին Ղազարյան բոլորս միասին կողմ քվեարկենք այս նախաձեռնությանը։ Շնորհակալություն։